9-րդ դասարանի Խուլգումա գյուղի պատանի Սերգեյը արդեն հրապարակել է իր առաջին գիրքը, որը լույս է տեսել այս տարի հունվարի 30-ին։ Իր խոսքերով նպատակը արդեն կատարվել է։ Այս առիթով գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Ախալքալաքի գրադարանում, որտեղ ներկա էին պատանի գրողի մայրն ու տատիկը ու նաև մտավորականներ ու շրջանի գրադարանավարուհիներ։ Սա իմ գիրքն է, թաց վերքեր, շնորհակալություն եմ հայտնում Տեր Ռուբենին եւ Հայր Եղիային։ Հայր Եղիայի օգնությամբ լույս տեսավ իմ առաջի գիրքը։ Հայր Եղիան օգնեց, որպեսզի ունենամ իմ առաջի գիրքը եւ իմ բոլոր բանաստեղծություններով։ Ես սկսել եմ գրել 9 տարեկանից եւ մինչ այսօր գրում եմ եւ ուզում եմ շարունակել գրել բանաստեղծությունները։ Ես ունեմ գրած Երաբլուրի մասին, Ջավախքի մասին, Պապիկիս մասին, նաև Գուրի Եթեր Ավետիսյանի մասին։ Եվ ուզում եմ ընթերցել այսօր իմ գրած բանաստեղծությունը Երաբլուրի մասին։ Երաբլուրի մուտքի մոտ ծնկի գալով, լաց լինելով, լացակումած ներս մտա։ Սրտիս խորքում ցավ զգացի, ցավը սանխոս պահեցի։ Լուր նայեցի շուրջ բոլորս, ջահել տղերք ես տեսա։ Մեկը կարծես շփտում էր, մյուսը բարդ նայում էր, իսկ ինձ թաղից խեղդում էր, խոսքեր չկար ասելու։ Սա ես գրել եմ, երբ որ ես գնացի Երևան, այնտեղ հաճախեցի Երաբլուր եւ տեսա զոհված տղերքին եւ տուն եկա սկսեցի գրել։ Ինձ մեջ ոգևորվեցի ես գրել եւ շատ խոսել Երաբլուրի տղերքի մասին, քանի որ 44 օրվա պատերազմում տղերքը զոհվեցին մեր հայրենիքի համար, մեր հայրենիքը պաշտպանելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ով մեզ պաշտպանել է եւ հիմա մենք այստեղ ենք։ Շնորհակալություն եմ հայտնում ջահել զոհված տղերքին։ Իմ գիրքը առաջարկեցին Genius-ը, որ կարողանամ ստեղ իմ գիրքը ներկայացնել, նրանք օգնեցին ինձ պրեզենտացիա անել։ Ես շնորհակալություն եմ հայտնում Տիկին Ժենոյին, որ ինքը կազմակերպեց այս միջոցառումը, գրքի շնորհանդեսը։ Ես նվիրել եմ իմ առաջի գիրքը գրադարանային միավորմանը եւ Տիկին Ժենոյին, որ ընթերցեն եւ ճանաչեն ինձ։ Շնորհակալություն քեզ, ցանկանում եմ ծուան egzazgilotsav Գիսուր վեբրոմ մաղլած ասուլի ყავს შენი ცოდნა და პატარა წიგნის მაგერ გამოგეცეს ქელტანიანი პოეზიის დიდი წიგნი. Წარმატებებს გისურვებ და ღვთის წყალობას, ինչպես ասեմ, մաճան ատտարի մասին։ Թաց վերքեր անունով գիրքը ժամանակակից գրվածքներ են, որը ինքն իր համար սեփական ոչն է ստեղծել, իսկ գրական այս ճանապարհը սկսել է հենց մանուկ հասակից, երբ հեղինակը որոշեց առաջ գնալ դեպի ստեղծագործական ոլորտ։ Նոր հանդեսին ներկայացված այս գիրքը նա նաև նվիրել է գրադարանին, որպեսզի ծանոթանան ու ընթերցողը դառնան մեր երիտասարդները։ Այսօր բոլորիս համար տոնական օր է, ուրախ օր է, անուշ օր է։ Պոեզիան ինձ համար, բոլորիս համար աղոթք է առ Աստված։ Ես թեև այս վիճակով ինձ անդադ Սերգեյը զանգում էր Տիկին Սիլվա, երբ է գալու Թբիլիսից, իմ գիրքն է տպակը, ես ասեցի շատ ուրախացա։ Ես ուզում եմ որ տուն թանգարանում անեինք գրքի շնորհանդեսը, բայց այնտեղ է կարող ենք անել, ինչ կա որ։ Շատ ուրախ եմ, միշտ ապես գրես։ Ես ասեմ որ Սերգեյ Մուրադյանը հոգելույս, Գուրի Եթերը հոգելույս, իրար մոտ մեր այս բարեկամությունը այն գլխից է գալի, մեր ընտանիքներով մոտ են գերել։ Իմ այս քարյակը նվիրում եմ իրեն։ Երկի թագը շնորհեցիր դու ինձ Տեր, սիրո խղճի լույս հագցրիր դու ինձ Տեր։ Ծնկաչոք եմ ես քո առաջ հզոր, քո անմահի պսակն էլ դիր գլխից Տեր։ Շարունակես եւ քո հատորներդ ուրախանան քեզանով։ Մեր նույնիսկ քեզ։ Զանգեց ուրախանալ։